9 հոգով այս 28 քառակուսու մեջ։ Դժոխք երկրի վրա, մինչև վերջերս այստեղ երեխաներ են ապրել։ Հարևանները պատմում են, ընտանիքի պապիկը նախկին ազատամարտիկ է, տեղափոխվել են ամիսներ առաջ, ձյան հալոցքի դեմ անօգուտ պայքարից հետո։ Կպցրել են բանին արել, որ գոնե մի հնարը լինի ապրելու։ Վարդաշեն 6-րդ փողոցի 68 շենքը 4-րդ աստիճանի վթարային է 2021-ից։ Անմարդկային պայմաններում այսօր էլ երեխաներ են ապրում ու մեծանում։ Որ անձրևի տակ ապրել սովորած մարդկանց պետք է օր առաջ տարհանել, ասում են նաև պաշտոնյաները։ Քաղաքապետարանից կառավարություն։ Չինովնիկները գալիս գնում են, ինչքան ասես, բայց սայլը տեղից չի շարժվում։ Շարժվողը միայն քարերն են ու պանելները։ Բալկոնը փլուզվեց, իմ աղբոր երեխան էր, ոտը կախվել էր 4-րդ հարկ։ Այն մի երեխան հետ ափախ է։ Ինչ ձև կհասնենք, որ սաղս այդ երեխուն բանային։ Դրանից հետո եկել են վնաս այդ բանեն արել, ապամոնտաժել են, բանեն արել։ Ապամոնտաժվել են ոչ միայն 68-ի, այլև հարևան հանրակացարանի ընդհանուր պատշգամբները։ Շենքերի բնակիչները 2013-ից սպասում են, երբ իրենց վրա էլ արև կծագի։ Պարոն Արբինյանը տարի ու կես առաջ ասեց, ես խոստանում եմ տարի ու կես հետո ձեզ տեղից անհապաղ կտարհանեմ։ Տարի ու կեսը լրացավ, դարավ տարի ու 7 ամիս, տարի 8 ամիս, բայց սելը տեղից չի շարժվում, բացարձակ։ Երևի իրանք ընտանիքի հետ կան 1 ժամ չեն ապրի ստեղ։ 1 ժամ անկեղծ եմ ասում, ստեղ ոչ մեկ չի ապրի։ Սպիտակ ներկով ձեռքերի հետքերը հուշում են, ինչ որ ժամանակ այստեղ կյանքը եղել է ուրախ, երջանիկ։ 1965-ին կառուցված շենքի առաջին բնակիչները եղել են հարևանությամբ գտնվող արհեստագործական ուսումնարանի ուսանողները։ 1990-ականների սկզբից հանրակացարանների սենյակները տրամադրվել են Ադրբեջանից բռնագաղթված նորաստեղծ կամ անապահով ընտանիքներին։ Սանհանգույցն է, այստեղ ընդհանուրից օգտվում են։ Ստեղից էլ մարդիկ համ լողանում են, համ աման են լվանում, համ սնունդ են բերում, սենց ասեմ, լվանում, բան են անում, տանում են իրանց տները, էսա անելանելի վիճակ։ Ավելի քան 10 տարի նոր տանիք ունենալու հույսով ապրող մարդիկ օրերս հասել էին քաղաքապետարան, կոնկրետ պատասխան չեն ստացել։ Քաղաքի կառավարիչները փոխանցել են տարիների վեր ծեծված խոսքը, տեղյակ են, ուսումնասիրում են։ Մինչև տարբեր պաշտոնի չինովնիկներն անվերջ քննարկում են անզեն աչքով էլ նկատելի փլուզվող շենքի ճակատագիրը, այստեղ շարունակում են երեխաներ մեծանալ։ Անձրևի տակ, խոնավության մեջ, շենքից առանձնացող պատշգամբում։ Մանուկները սովորել են նաև ֆուտբոլ կամ բռնոցի խաղալ, շրջանցելով թափվող քարերի վտանգն ու կոյուղաջրերը։ Սևակ Վարդումյան, Սիմիկ Մայլյան, Էպիկենտրոն։